Տիկին Մինասյան այսօր Իշխան Սաղաթելյանը նիստերի դահլիճում հայտարարեց, որ լարված իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ իրենք բարձրաձայնեցին ցեղասպանության վերաբերյալ իրենց նախագիծը։ Խնդրեմ մեկնաբանեք դա։ Ես խնդրեմ նախ Իշխան Սաղաթելյանին գալ երբեմն ազգային ժողով, իսկ գալու դեպքում անպայման մի հիստերիկ կինոյի հեղինակ չդառնալ։ Իշխան Սաղաթելյանն է եղել այն անձը, որ սկսել է սադրանքը եւ այժմնախագահի ելույթի ժամանակ կամ այժմնախագահի հորդորների ժամանակ, որ մարդիկ նստեն իրենց տեղերը դադարեն վիճաբանությունը, Իշխան Սաղաթելյանը տեղից հնարավոր ամեն կերպ փորձում էր սադրել շատ գրահիկ խոսույթով եւ այդ պատճառով էլ տեղի ունեցավ այնիշ տեղի ունեցավ։ Ես մեր հասարակությունից եւ մեր ժողովրդից ներողություն եմ խնդրում նմանատիպ դեպքերի համար ազգային ժողովում անթույլատելի եմ համարում այդ սադրանքների ընտրվելը։ Համենայն դեպս ըստ իս սա պլանավորված արձագանք էր, որովհետև հենց առաջինը սրբազան պայքարի տելեգրամյան հարթակ կա ազգային ճակատ, հենց ազգային ճակատը տվեց այդ լուրը, որ իբր թե ցեղասպանության հերկման նախագծի վերաբերյալ սկսեց վիճաբանությունը, որը բացարձակ իրականության հետ կապ չուներ։ Քննարկում էինք հայտարարագրման հետաձգման հետ կապված նախագծի հետաձգման հետ կապված պարոն Թունյանի զեկույցը եւ պարոն Թունյանի ելույթի ժամանակ է տեղի ունեցել։ Իսկ պարոն Մինասյանը դրանից առաջ էր, որ շեշտում էր, որ նման նախագիծ է լինելու։ Ինչ վերաբերում է այն նախագծին, որը նրանք բերում են, հերթական կեղծ օրակարգն է, որը ուզում են անպայման քննարկման առարկա դառնա եւ հասարակության հույզերի վրա անդրադառնա։ Դրանից առաջ օրինակ բերել էին այս հայտարարման համակարգը կասեցնելու մասին նախագիծ, էլի պոպուլիստական նախագիծ, այդ տեսեք, դրանից առաջ բերել էին կենսաթոշակային սոցիալական հանձնաժողովում քննարկվող նախագիծեր, որը էլի, կներեք, գույքահարկի նախագիծը կասեցնելու մասին նախագիծ, որը անդադ շեշտում էին տատիկ-պապիկները ինչպես են վճարելու այդ գույքահարկը, ինչ-որ պոպուլիստական նախագծեր են, որ ես էլ կարող եմ վեր կենալ եւ ասել, գիտեք, այսօրվանից բոլոր հարկերն ու տուրքերը չեղարկում ենք։ Եվ դրանից հետո պետությունը ինչպես է գործարկվելու եւ ինչպիսի գործիքակազմ է ունենալու աշխատելու չկա, նույնը վերաբերում է այս նախագծին, մեր օրենսդրությունը արդեն հստակ սահմանում է, որ քրեական պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը ժխտելու կամ ուրանալու համար, նրանք նորից բերել են առանձին ինչ-որ պատասխանատվության սանկցիաներ են սահմանել, ես չեմ հասկանում սրա միտումը ինչն է, հերթական անգամ շոու կազմակերպել ազգային ժողովում եւ մեղադրել իշխող խմբակցությանը տվյալ նախագիծը չքննարկելու կամ ինչ-որ հետաքրքրող հասարակությանը հետաքրքրող նախագծերը մերժելու մեջ։ Ես կարծում եմ, որ ընդդիմության օրակարգերը այնքան սպառված են, որ նրանք այլևս չգիտեն ինչ տեղ ունեն։ Կարծեմ մի 2 տարի առաջ էլ են նման նախագիծ բերել ազգային ժողով եւ շատ հետաքրքրական է, որ հենց օրերը տաքանում են, նրանք սկսում են նմանատիպ գործողություններով ազգային ժողովից սկսել տաքացնել իրավիճակը թեժացնել, որպեսզի հետագայում մարդկանց դուրս հանել փողոց նպատակով։ Տիկին Մինասյան, իսկ հնարավոր է, որ այս ամենը իրենք կազմակերպում են, որպեսզի ամսի 24-ից ձեզ մեղադրելու հերթական առիթ ունենան եւ ասեն, որ տեսեք, մենք էլի ցեղասպանության հարցը այսպես պատշաճ ձևով բարձրացնում ենք, իշխանությունները փորձում են խոչընդոտել։ Գիտեք, հարցը ինչու՞մն է, մշտապես ընդդիմության գործելավեճը եղել է ողբի եւ մեծ ցավ պատճառած հասարակության բոլոր շերտերին առնչվող եւ շատ ծանր իրավիճակները սարքել քաղաքական օրակարգ եւ դիվիդենտներ շահել դրանից։ Նույնը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, կորուստին, պատերազմին, նույնը վերաբերում է ցեղասպանությանը, որտեղ կան կորուստներ, որտեղ մարդիկ ունեն ցավ, ընդդիմությունը դրա վրա շեշտադրում է անում եւ փորձում է դրանից դիվիդենտներ շահել եւ իհարկե ամեն անգամ ախր մեկ շեշտադրում եմ ուզում անել, որ շատ կարևոր է, ոչ պատերազմն է տեղի ունեցել մեր եւ ընդդիմության միջև, ոչ ցեղասպանությունն է առավելևս տեղի ունեցել այն ժամանակվա քաղաքական ուժերի եւ ընդդիմությունների միջև։ Ախր մենք պետք է գիտակցենք, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել մեր արտաքին հակառակորդի կողմից եւ մեղադրել իրար այսինչը սկսելու են, ինչը ուրանալու է, ինչը ժխտելու մեջ, ես կարծում առնվազն ջրաղացին ջուր լցնել է այն մարդկանց, ովքեր իրական մեղավորներն են։
Երեք տելեգրամյան ալիքներում այսպիսի տեղեկություն հայտնվեց, որ որոշ ընդդիմադիր ուժեր մարզերում, այնուհետև դա տեղափոխեն Երևան, փորձում են ինչ-որ բախումներ հրահրելու իրավիճակ ստեղծել, քաոս ստեղծել նաև մայրաքաղաքում։ Կարող եք ասել, որ այսօրվա ազգային ժողովում դրա նախերգանքներ։ Իրականում շատ հնարավոր է, ես կարծում եմ, որ արդեն քանի տարի շարունակ, 6 տարի շարունակ երևի ամառ ձմեռ աշուն գարուն տենց մոդայ ռեժիմներով դուրս է գալիս ընդդիմությունը, ամեն անգամ ջախջախվում, ամեն անգամ հիասթափեցնում են մարդկանց, ովքեր չնայած փոքրաթիվ են, բայց դեռ վստահում են նրանց։ Ես կարող եմ ընդհանրապես մեկ հորդոր տալ նրանց, խայտարակվեք մեր սիրելի գործընկերներ, շրիշակի մակարդակից կարող եք ավելի ներքև իջնել։ Օրինակ մեջ բերեմ Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը, որ փոփոխությունների քամին Երևան տեղափոխելու ժամանակն է։ Հնարավոր է սա հենց վերանշված իրադարձությունների սկիզբ դառնա։ Ես կարծում եմ դա հերթական խաբկանքներ, որ Գյումրիում մեր սիրելի հայրենակիցներին խափում էին եւ տալիս էին ինչ-որ սին-հույսեր, մանավանդ այն ընդդիմադիր հատվածին, որոնք իրականում շատ ավելի մարգինալացված են եւ հավատում են այդ կեղծ թեզերին, որոնք տարածում են ընդդիմության ներկայացուցիչները, եւ այդ շղարշի ներքո տեղի ունեցավ Գյումրիում այն ինչ տեղի ունեցավ, բայց ես քիչ հավանական եմ համարում, որ մեր ժողովուրդը այլևս էլի դուրք կտա նման խոսույթի եւ նման կեղծ մեղադրանքներին։ Եվ նաև խոսենք Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի հայտարարության մասին, նա չգիտես ինչի հիշել է Ստալինին եւ հայտարարել, որ օրինակ Ստալինի ժամանակ որ սաբոտաժ անեին, պատերի տակ գնդակահարում էին։ Ասենք եթե իր տրամաբանությամբ առաջնորդվելու լինեիք, դուք որպես իշխանություն պիտի փարակարում եք, Գյումրիում էլ գնդակահարեիք, որովհետեւ օրինակ սաբոտաժ էին անում։ Հիմա ինքը դա ձեզ է ասում բնականաբար։ Դե մեկնաբանություն չունեմ ընդհանրապես հոգեվորականի կողմից Ստալինին հիշելու, որովհետև ես կարծում եմ, որ բոլորի հիշողության մեջ տպված է, որ Ստալինը եղել է այնպիսի առաջնորդ, որ անգամ հոգեվորականների է գնդակահարել, ուղղակի այդ քաղաքական խոսույթները հոգեվորականների կողմից մշտապես վնաս են տալիս ոչ միայն հայ հասարակության հոգևոր եւ հավատքով լցված հատվածին, այլ նաեւ հենց եկեղեցուն, եւ ես կարծում եմ, որ նրանք պետք է մի կետում դադարեն լինել քաղաքական գործիչներ, դուրս գան հոգևոր սքեմի տակից եւ բացեն քաղաքական կուսակցություն, առաջնորդվեն իրենց քաղաքական օրակարգերով, որը ասեմ ձեզ, եթե գնահատեմ որպես ընդդիմություն նրանց, շատ ավելի քաղաքականացված է, քան մեր այսօրվա ընդդիմությունը։ Եվ իշխանության անելիքը, որը պետք է լինի 2026-ին ընթառաջ, որպեսզի 26-ին Գյումրու սցենար չկրկնվի։ Պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները, պաշտպանել քաղաքացիների իրավունքները եւ մեջք դառնալ, թիկունք դառնալ այն քաղաքացիներին, որոնք որ կարող են վախից ելնելով գնալ եւ ընտրել օլիգարխիկ կլանին։ Այսինքն, եթե հաշվի առնենք Գյումրիից ողջավորված ընդդիմադիրների ողջավորվածությունը, Երևանում անցյալ տարվա նման օրինակ հունիսի 12 եւ այլն այս տեսակ իրավիճակ կունենանք, թե ոչ։ Խիստ քիչ հավանական եմ համարում, որ մեր ժողովուրդը հերթական անգամ կխաբվի։ Ամեն անգամ, ամեն տարի օրերը տաքանալուն պես սկսել ակցիաներ, դա մենակ մի միտում ունի, վնասել իշխանության վարկանիշին եւ ավելի վատ սցենարներ, որոնք նրանք պատկերացրել են ու մշտապես գործել են այդպես, ատելությամբ լցնել մարդկանց, հնարավոր բոլոր ատելության խոսքերը տարածել հարթակներից, այդ մարդկանց հոգեխանգարմունքի հասցնել, հետագայում թողել այդ մարդկանց ոստիկանության ուժերի հետ բախման ժամանակ միայնակ եւ թռնել այդտեղից։ Դա ամբողջ տրամաբանությունը մշտապես եղել է նույնը, ես երբևիցե չեմ տեսել։ Կհիշեք Իշխան Սաղաթելյանը դիմադրության շարժման ժամանակ ինչպես էր սպրինտերի արագությամբ վազում։ Կհիշենք, որ Բագրատ Գալստանյանը ամենավերջի չարությունը թափեց այդ մարդկանց մոտ, հետագայում երբ տեղի ունեցան բախումներ, քաղաքացիների հարձակում տեղի ունեցավ ոստիկանության վրա, Բագրատ Գալստանյանը ոչ հարթակում էր, ոչ այդ մարդկանց մեջ էր, ոչ միտեղ չկար։ Չէ, անհատացավ sense։ Միանգամից ու ես կարծում նրանց գործելավոճն է եւ մարդիկ պետք է հասկանան, որ առաջինը, եթե իրապես պայքարում են իշխանությունների դեմ, պետք է առաջի գծում լինեն այն մարդիկ, ովքեր որ նախաձեռնել են ամեն ինչ եւ այդ ատելության քարոզը տանում են, բայց ես հորդորում եմ մեր քաղաքացիներին այլևս չտրվել այդ ատելության խոսքի ազդեցությանը։ Իրականում մարդկանց թվում է, որ այդ չարությունը, այդ ատելությունը դիմացինին սպանում է, բայց չէ, թույնն ու չարությունը երբ արտադրվում է քո մեջ, միայն քեզ է վնաս տալիս։ Դիմացինին
մաքսիմում մեր ամբողջ հասարակությանը կարող է պարակտել եւ հերթական անգամ մենք ունենանք ավելի բևեռացված հասարակություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։